2025 թվական աշնանային սրացումների ու ամառային բըրնաութի ժամանակներ, երբ հարևանի տուն գնալու համար մեկ շաբաթ առաջ պետք է պայմանավորվել, բայց արի ու տես, որ այս ամենին զուգահեռ մարդկությունը շարունակում է դեռ պարտք մնալ։ Ողջույն, ահավոր լրագրող հետաքննական, վերլուծական ու տնտեսագիտական հաղորդման այս էպիզոդում կպարզենք, թե ումից արժե, իսկ ումից հեչ լավ չի լինի, որ պարտքով գումար ուզեք։ Ահավոր լրագրողի այս էպիզոդում հրավիրել ենք ոչ ավել ոչ պակաս Հայաստանի թիվ 1 ֆինանսիստին, ֆինանսների նախարարին։ Ձեզ ոնց դիմեմ, պարոն Հովհաննիսյան։ Ես մի քիչ հուզված եմ, ոչինչ։ Առաջին անգամ եմ ֆինանսների նախարարի հետ հարցազրույց անելու, նենց որ կվիդենք, պարոն նախարար։ Ես ձեր հարցերին պետքա լուրջ պատասխանեմ, չէ՞։ Հա, այս հաղորդման շրջանակներում, այո։ Սենց հեմտի հենվեմ։ Ես ստուգել եմ, կարող եք հանգիստ հենվել։ Այսօր մեր հյուրն է հարուստ, բայց համել սիրված Ռաֆայել Երանոսյանը։ Անեք ես որ ձեզ ինձ փողուզամ կտա՞ք։ Հա։ Արել ենք հետաքննություն, ծպտված խոսել ենք քաղաքացիների հետ հեռախոսով։ Հոգևորականից իմացել ենք, թե ինչու է եկեղեցին դեմ տոկոսով փողին։ Մենք հեճում ենք պարտք։ Իմացել ենք, թե ում եւ ինչքան է պարտք մեր երկիրը։ Ու ի վերջո, ինչ անել պարտքով փողի հետ, որ ի վերջո հոր ու փոշման չմնաք։ Դու ոչ մեկին ոչինչ պարտք չես, դու ազատ ես։ Ինչպես չխրվել վարկերի մեջ ու առհասարակ ինչու են հայերը մնում տոկոսի տակ։ Ինչպիսին է Հայաստանի ներքին վարկային միջավայրը, արդյոք քաղաքացիները եւ բիզնեսները շատ վարկային բեռ ունեն։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 50-ից 60% հնայի նկատմամբ, էլի տենց են չափում այդ ցուցանիշը։ Տարբեր երկրներում տարբեր ձև է, օրինակ զարգացած երկրներում այդ գումարը հասնում է 200-300%-ի։ Մեր մոտ ցածր էր ավանդաբար, վերջի տարիներին որոշակի աճ է տեղի ունեցել։ Պարոն Երանոսյան, երբ ձեզ էկրաններով ձեր բարեկամները, ընկերները, ծանոթները, հարևանները, խնամիները տեսնում են, չեն զանգում ձեզանից փող ուզելու։ Միշտ։ Պարտքով գումար վերցնելը դա ոնց է պետքա մի հատ արգումենտացիա անել, ինչի համար ենք մենք ուզում, հնարավոր է իրանք շատ հեշտ տան։ Ինչ չի որ իրանք շատ տենց բան են քծիբեն կամ Չէ, հիմնական քծիբեն։ Ну հա, միջին խավն ավելի շատ առատաձեռն հիմիջայլոց կան սոցիոլոգիական բաներ, լուրջ հետազոտություններ, որ ամենա առատաձեռները դա միջին խավն են, կստացի ցածրն էլ։ Այսինքն միջին խավի վրա է պետք սլակները ուղղել։ Ավելի շատ։ Ով կա միջին խավ։ Արկադի Դունիկյանը։ Միջին խավա։ Չեմ կարծում։ Չգիտեմ։ Դուք ինչ եք կարծում։ Պետրոսը Ղազարյան հմեկի։ Ինձ թվում է միջին խավա։ Չգիտեմ։ Ամուսնուց կարելի է գումար վերցնել, դա համարվում է պարտք։ Դե երևի կախված է ինչ հարաբերությունների մեջ եք ամուսնու հետ։ Ամուսնական ինտիմ։ Երևի չի համարվի պարտք, դա կհամարվի նվեր, որտեվ կհամարվի, որ համատեղ օգտագործվող գումար է ամեն դեպքում։ Հանգիստ մի խոսքով կարելի է։ Ինձ թվում է, հա։ Պարտք տալը մեղք է։ Պարտք տալու մասին Աստվածաշունչը հստակ ուղղություններ ունի, առավելևս 5 կտականում, երբ որ հրեա ժողովուրդը կազմավորվում էր, հրեա ժողովրդի մեջ այդ փոխառությունները նաև նույնպես աստվածային հրամաններով կարգավորվել էր։ Այդպիսի կարգավորում կար, որ եթե մեկը տալիս է պարտք, ապա պետք է աղքատին տա առանց ակնկալիքի հավելյալ գումար հետ ստանալու պարագայում։ Հարուստները պարտքեր ունենում են։ Ինձ թվում է, հա, ինձ թվում է հարուստներն են ամենաշատը պարտքեր ունենում։ Ինչու։ Սովորաբար ունեն լավ բիզնես ծրագրեր, ենթադրում եմ, եւ իրանք պարտքով են այդ ամեն ինչը անում։ Ես օրինակ բազմաթիվ կորպորացիաներ, երբ որ իրանք ուզում են մի նոր բան անեն, իրանք իրենց սեփական փողով չեն դա անում, դա պարտքով են վերցնում, որովհետեւ իրանք չեն ուզում ռիսկի դիմեն իրանք սեփական փողով։ Բայց դա էլ չէ ռիսկ։ Դե ռիսկը կիսվում է, ասենք, ֆինանսական հաստատության եւ մասնավորի միջև։ Որպեսզի ավելի խորապես ծանոթանանք հայերի պարտք վերցնելու պատճառներին ու նրբություններին, մեր լրագրողական ահավոր թիմով կազմակերպեցինք սուպեր հետաքննություն, գնեցինք նոր հեռախոսահամար եւ
ՊՆ Samsung հեռախոս։ Քաղաքի բանուկ հատվածներում փակցրեցինք հայտարարություններ, որ պարտքով գումար ենք տալիս, եւ ահա արդյունքն իրեն սպասեցնել չտվեց, հենց նույն օրը իմ ՊՆ Samsung-ին ստացա առաջին հեռախոսազանգը։ Ալո։ Բարև ձեզ։ Գումարի համար Կասեք, ինչքան գումար է ձեզ հարկավոր եւ ինչի համար նպատակը որն է։ նշան들եք գումարը։ Ինչքան գումար կտրամադրեք։ Նշանдрեք ձերն է լինելու։ Ես չեմ տարեկան նշան։ Որքան գումար է անհրաժեշտ։ Միլիոնի կարգի։ Կասեք ինչ եք աշխատում։ Ավտոմատիկներում եմ աշխատում, ապտեկան 100,000 աշխատում, կողքիների փոխանցալի, Բայց եթե ձեր աշխատավարձը 100,000 է, եթե 50,000-ը վճարեք պարտքը փակելու համար, ձեր ձեռքը փող չի մնա։ Եթե մասում ամիսը ուղարկում են 200,000, ամենամիսը, ես կամոտ եմ, բաշխատիկ չի։ Որտեղից է ձեր ավելի եկամուտը։ Ամերիկայից է ուղարկում։ Ով։ Ամերիկայից։ Ով է ուղարկում։ Ունեք ինչ-որ կոմպրոմատ ձեր ընկերոջ դեմ, որ եթե չուղարկի, օրինակ կարող եք օգտագործել։ Եթե չուղարկի, դա ձերնով կմնան գալու։ Բայց դուք մեզ պետք չեք։ Ո՞նց ես նայում այն հանգամանքին, որ մենք հայերը շատ ենք սիրում իրարից պարտքով փող վերցնել տալ։ Ես նույնիսկ իմ ներկայացումներում եմ դրա մասին անդրադարձել, երևի թե մենք այն եզակի ազգն ենք, որ իրոք դա համ մի կողմից համ լավ է, համ վատ է։ Լավ է, երբ որ դու ուզում ես ու գիտես ոնց որ եթե ունես կարողանում ես ինչ-որ մեկին օգտակար լինես ֆինանսով, վատն է նա, որ իրանք հարմար չի։ Ուզում եմ սիրուն նստեմ։ Լուիզա Նարսիսյանի պես։ Դու չէ, ուրեմն պետք է նայ, ասենց էս նազենի պես։ Չէ, Նազենին հոկեբանի հետ հարցազրույցում եմ արել։ Որ դուք Լուիզայի հետ կիփ եք դրա համար։ Այդ բանը մցրա էս պետք է այս Oh, yeah. Այդ հասկացա՞š։ Շնորհակալ եմ, Ռաֆայել։ Որտեղ կանգ առանք։ Դուք գոհ եք, թե պետությունը ինչ ծախսեր է անում, ինչ շուղությամբ ծախսեր անում։ Դա է ամենակարևոր հարցը, ոչ թե պարտքի մակարդակը կամ իր սպասարկման տոկոսը։ Պետք է հարցնեք ընդհանրապես մեր հարկերով, պարտքերով չէ։ Ընդհանրապես ամբողջ փողը, որովհետև մեր հարկերը շատ ավելի շատ են, քան այն պարտքը, որը մենք վերցնում ենք։ Ինչի վրա են ծախսվում։ Դե կանչել ենք ձեզ, որ հարցնենք։ Ինչի վրա են ծախսվում։ Մեծ մասը սոցիալական ծախսերի վրա է գնում։ Մոտավորապես մի 10%-ը բյուջեի ծախսվում է բոլոր այդ ամբողջ պետական ապարատը պահելու վրա, աշխատավարձեր, շենքեր, մեքենաներ, գործողումներ։ Աշխատավարձները կարճ ասած։ Ուսուցիչներին դրա մեջ չի մտնում։ Ուսուցիչների աշխատավարձը կմտնի կրթական ծախսերի մեջ։ Ուրեմն մի զգալի մասը, մոտավորապես մի երևի 20%-ին մոտ, ծախսվում է պաշտպանության վրա։ 10%-ին մոտ ծախսվում է կրթության վրա։ Մեր ծախսերի։ Մանրամունները էլ տենց էական չի։ Այո, մի 12%-ը, ինչպես ասեցի, ծախսվում է պարտքի սպասարկման վրա։ Կամուրջ բարև ձեզ, Արուսը լսում է։ Բարև ձեզ, Արուս ջան։ Ես ձեր կայքում հիմա տեսնում եմ, այստեղ գրված է վարկի փաստացի տոկոսադրույքը 65-ից 70, 65-ից 69։ 65-ից մինչև 69.39։ Այսինքն ես պետքա 1 միլիոն դրամին գումարած 650,000 դրամ ավել վճարեմ։ Այո, մոտավորապես։ Շատ չի մի քիչ։ Տոկոսադրույքը այդպեսին են հարգելի հաճախորդ։ Եթե իմ խորհուրդը լսեք, նշանդրեքի վրա այդքան չեք ծախսի, որովհետև նշանդրեքը 1 օր է, իսկ ձեր կյանքի որակի վրա ակնհայտ ազդելու է։ Եթե կարողանաք ավելի համեստ նշանդրեք անել, հատկապես տղայի կողմն եք, էլի կարող եք ավելի էժան ծախս անել։ Այսքան գումարը տանեմ, 100,000 չեմ անում նշան։ Դե եթե մատանի եք գնելու, կարող եք 100-ից 200,000-ի սահմաններում մատանին գնել եւ մի 2 զամբյուղ ընդհանրապես վերցնել ձեզ հետ, այսինքն 300,000-ով հանգիստ կարող եք նշանդրեքի ծախսերից պրծնեք եւ դե մի 400,000 է։ Դե ձեր ընկերոջը չեք կարող ասեք Ամերիկայից մի քիչ շատ ուղարկի։
Դե ասել եք ուղարկում, ունես շիպտի գործերը լավ չէ։ Ինչի գործ է անում ձեր ընկերը։ Օֆիսում։ Կարող է պլանի գործ է անում։ Չէ, հա, պլանի գործը բամերած է։ Անում է, բայց դա չեն անում։ Լավ, եկեք այսպես անենք, ես ձեր հայտը մի հատ լրացնեմ, մշակեմ եւ վերադառնամ պատասխանով, միայն թե խնդրում մտածեք իմ ասածի շուրջ 1 միլիոն դրամ նշանդրեքի վրա տղայի կողմը հաստատ գերծախս է, էլի, ձեր ընտանիքի համար։ Լավ, կեսը 500 դրամ։ Բարի։ Է շատ է։ 500-ը լավ է, մի քիչ էլ հետ կգցեք։ Բարի։ Այո, ես 500-ի համար հայտը լրացնեմ, ամուսինս է էլի գումարը տրամադրում։ Քննարկեմ իր հետ եւ ձեզ հետ կապի դուրս կգամ, եթե նա համաձայն է։ Այսօր շատ ասում են, ինչու պետք է մենք դրսում ողորմություն խնդրողներին օգնություն տանք, իրանք դա սարքել են իրենց համար բիզնես, դրանով ապրում են եւ այլն, կամ թե չէ ես գումար չեմ տալի, որովհետեւ իմ գումարը տված կգնա կխմի, իսկ ես չեմ ուզում, որ ինքը ալկոհոլիկ դառնա։ Սա շատ միջին հատվածի շատ բաներ բաց են թողում մարդիկ, որովհետեւ երբ որ դու արդեն տալիս ես այդ գումարը այդ մարդուն, դիցու գումար ես տալիս, այդ գումարը այլևս քոնը չէ։ Բոլորը ասում են պետք չի, վատ բան է պարտքը, տենց չի։ Դե տեսեք, նայած դուք ինչի վրա եք ծախսում այդ պարտքը։ Օրինակ, եթե դուք մի լավ զարգացող ստուդիա եք, ենթադրենք, եւ մեծ հեռանկար ունեք, եւ լավ էլ եկամուտ ունեք, եւ ուզում եք մեծացնեք ձեր տարածքը, սեփական տարածք ձեռք բերեք, չգիտեմ, ասենք աշխատողների քանակը շատացնեք կամ մի քանի հաղորդում ունենաք, չգիտեմ։ Եվ դրա համար ձեզ պետքա կամ դուք սպասեք մի քանի տարի մինչև ձեր սեփական փողերով դուք դա կկարողանաք անել, կամ դուք ասում եք կամ հարուստ ամուսին, կամ կարող եք վարկ վերցնել եւ դա կլինի լավ նշան, որ դուք վարկ եք վերցրել, որովհետեւ ձեզ ով որ վարկով փող է տալիս, ինքը նաեւ գնահատում է ձեր գործունեությունը իր վարկ տալով։ Ձեզ ոնց դիմեմ։ Արսեն ջան, տեսեք, գումարը պետքա տրամադրենք մեկ մարդու, ում ենք տրամադրելու նրա տվյալները։ Բա Միհրանը ինչու չի զանգում, ինչու եք դուք դիմում։ Մենք պետք է խոսանք։ Բոլորի տնօրենը կզանգի դուք ասեք գալու չի ու մնացածը արդեն կանոնը ինքը կգա ձեր մոտ։ Արսեն ջան, մի փոքր կասկածի տեղիք է տալիս, գուցե դուք նրան ստիպում եք։ Չեմ զանգել եմ չեմ խաղալու, եկա բոլոր շարքի կիսա տա մնացեք ու իկ ջան, եթե հնարավոր է աջակցեք ճիճիկ, ինչ են գտնենք, որ ինչ են ուզում գրավտուղենք, ասենք հասկանեք, որ մենք ու ջայլերը խաչենք հասկացենք։ Քանի տարեկան եք։ Լավ էլի բայ։ Բանն այն է, որ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքով, որ այն մարդը ում անունով Քնարիկ։ Բանն այն է, որ այն մարդը ում անունով որ հայտը պետք է ներկայացվի, մենք պետք է այդ մարդու կոնտակտային անձի հետ շփում ունենանք, որովհետև Հասկացա։ Մեզ պետք են ձեր եկամուտների աղբյուրները, Արսեն ջան։ Եկամուտներ ունեմ, ֆինանսով եկամուտ չէ։ Այո, իհարկե։ Օրինական։ Օրինական եկամուտ։ Այո։ Ունենք, չէ, օրինականին նորմալ Հասկացա։ Այդ դեպքում այս պահին պետք է մերժվի հայտը, քանի որ չենք կարող։ Հայտը դուք եք մերժում եք դրա կներեք ստեցում, իմանաք դեզով ազանգի, դեմոկրատիվ դեզով կոստով կզանգեք ինստեցում, դες շնորհակալ ենք կներեք աջակցություն։ Ստեցություն, շնորհակալություն։ Անեք ես որ ձեզ ինձ փող ուզում գտակ։ Հա։ Ինչքան ուզում գտակ։ Դնած ինչքան ես ուզում։ Ասենք մի $6000։ Հա։ Լուրջ։ Թե տվեք։ Պայուսակը տեղ է, մի հատ որ խնդրեմ կտակ։ Բա հիմա որ թիմը տեսնի աշխատավարձերը ուզելու են, է։ Դե արդեն քո խնդրի։ Աստված չեմ հավատում։ Կողո ձեր ավտոն ծախել եք այսօր, որտեվ առանց մեքենայի եք եկել։ Մի հատ բայց հաշվեմ։ 1 2
Եթե պարտքով գումար եք վերցնում, այն ծախսելու լավագույն տարբերակը երկարաժամկետ ներդրումն է։ Ես որոշեցի իմ կպցրած պարտքը ներդնել իմ մարմնի եւ առողջության մեջ։ Եկա Անթերիս ու գրանցվեցի իմ բոդի 20 տարվա ծառայության համար։ Իմ բոդին ծառայությունների կոմպլեքս է, որը կգտնեք միայն Անթերիսում։ Համակցում է աշխարհի թոփ բժշկական սարքավորումները, անհատական ֆիզիկական վարժություններն ու սննդակարգը։ Աշխարհի լավագույն սարքավորումները մեկ տեղում ու մեկ փաթեթում։ Իմ բոդի։ Դրա մասին շատ գրքեր են գրվում, թե պարտքի մակարդակը ինչպիսին պետք է լինի։ Մենք էլ անցած տարի ուսումնասիրություն ենք արել, թե Հայաստանի համար թույլատրելի պարտքի մակարդակը ինչպիսին է, եւ մեր վերլուծությունները ցույց են տվել, որ մինչև 60% մակարդակը մեզ համար անվտանգ մակարդակ է եւ կայունության տեսանկյունից որևէ ռիսկ չի պարունակում իր մեջ։ Ցանկալի է, որ պարտքի մակարդակը լինի ցածր, որովհետեւ ցածր պարտքի մակարդակը նաեւ նշանակում է ցածր սպասարկման վճար։ Այլ կերպ ասած, տոկոս էլ ենք տալիս։ Իհարկե։ Պարտքի դիմաց հավելյալ ինչ-որ հավելավճար վերցնել իրավունք չունի, որովհետև դա սխալ է։ Երբ որ Քրիստոսին էլ հարց տվեցին վճարումներ անել, հարկեր տալ թե չտալ, բնականաբար Քրիստոսի պատասխանը շատ հստակ էր, ասեց՝ կայսրինը տվեք կայսրին, Աստծունը տվեք Աստծուն։ Եվ նաև բնականաբար հետագայում արդեն առաքյալները քրիստոնեությունը տարածման ժամանակաշրջանում բնականաբար մարդկանց քարոզում են, որ պարտք տալով մի փորձեք գումար աշխատել, որովհետև պարտք տալը դա օգնություն է, եւ օգնությունը պետք է անշահախնդիր լինի։ Եվ եթե ինքը վերադարձնում է գումարը ինչքան որ տվել ես, դա արդեն իսկ լավ է։ Ահա որ լրագրող հաղորդում, որտեղ մտածված է ամեն բառը, հյուրը ու դետալը։ Բոլորին զարմացնելու եւ մեր հյուրերի վրա լավ տպավորություն թողնելու համար մենք ընտրում ենք աշխարհի ամենափախած ու գժական կահույքը։ Լավ, չեմ թաքցնի, մեզ այդ հարցում օգնում է Nera Project-ը։ Nera Project-ը առաջարկում է բնակարանային ու կոմերցիոն տարածքների ամբողջական կահավորման լուծումներ եվրոպական արտադրողների կողմից, այնպիսի լուծումներ, որոնք դուք հենց չեք գտնի։ Բա։ Եթե ձեզ պարտքով փող են տալիս, դա լավ բան է։ Մյուս կողմից կախված է իհարկե ինչի վրա եք դուք ծախսում։ Եթե մենք ծախսում ենք շռայլ ծախսեր անելու վրա, դա իհարկե վատ է, որովհետև այդ շռայլ ծախսերը հետո մեզ եկամուտ չեն բերելու։ Եթե մենք ներդրում ենք անում մի բանի մեջ, որը երկարաժամկետ առումով մեզ օգնում է ավելի արագ զարգանալ, ապա արժի պարտք վերցնել։ Եվ դրա համար մենք մեր աշխատանքը հիմնականում հենց նրանում է, որ մենք գնահատենք այն ծրագրերը, որոնց համար մենք պարտք ենք վերցնում, եւ ընդհանրապես լավ բաների համար պարտք վերցնենք։ Չծխենք ափրցփր այդ գումարը։ Հա, օրինակ, եթե մենք պարտքով փող վերցնենք եւ աշխատավարձ բարձրացնենք կամ թոշակ բարձրացնենք, դա կլինի ոչ այնքան լավ մոտեցում, որովհետև դրանից ակնհայտ չի, որ մեր ապագա եկամուտները կավելանան։ Ճիշտ հասկացա, կներեք, որ ընդհատում եմ, որ եթե դու վերցնում ես պարտքով գումար եւ օրինակ պետքա վճարես ավել 10%, եթե դու այդ պարտքով գումարը այնպես ես աշխատացնում, որ այն քեզ բերում է 20% եկամուտ այդ ընթացքում, դա խելացի վարկ վերցնել է։ Եթե վերցնում ես այդ գումարը գնում ես դժիկներ ես անում, յախտաներ ես վերցնում, աղջիկների հետ ցկցկում ես, դժում ես կամ տղաների, նայած ով ինչ նախընտրություններ ունի, դա սխալ ծխոցի, այսինքն այնտեղ ստացվում որ դա ինչ-որ մի պահի բանկրոտ ես լինում, չես կարող վճարել, բայց լավ ուշեր են մնում։ Հա, կարճաժամկետ։ Եթե լավ աղջիկ հետո երկար կտառապես, հա, այդ լավ ուշերի համար։ Ես ճիշտ հասկացա, որ ապառիկը մեղք է։ Ոչ թե մեղք է, նայեք տեսեք, եթե դու ունես հնարավորություն մարդուն օգնելու, առանց որևէ մի շահ ստանալու, դու դա պետք է անես։ Այսօր մեր ժամանակակից կյանքի ընթացքում կա տոկոսով գումար ստանալու այդ ընթացակարգը, որը որ սահմանված է պետության կողմից, բանկերի պարագայում, բանկերի միջնորդությամբ, եւ դա համարվում է օրինական, որովհետեւ օրենքի սահմանված ինչ որ չափանիշների կամ չափորոշիչների մեջ է։ Օրենքը մի կողմ դնելով, հենվելով եկեղեցու։ Այս պարագային որևէ մի բանկ եկեղեցու օրենքով չի շարժվում։ Դե բայց ապառիկը ստացվում է, որ էլի տոկոսով գումար է։ Եթե մենք դիտարկենք ավելի խորը եւ ավելի մոտիկ կերպով, ապա մենք կտեսնենք, որ ցանկացած վարկ, ցանկացած ապառիկ ինչ-որ մի բան հետապնդում է գերշահույթ եւ ստանում այդ գերշահույթը եւ թաքնված տոկոսներով եւ ավետամիջով, բայց նորից եմ ասում,
պետք չի նրանց գործունեությունը փորձել բացատրել Աստվածաշնչով, որովհետև այնտեղ որևիցե աստվածային մի բան գոյություն չունի։ Ցանկացած վարկային կամ ֆինանսական կազմակերպության մեջ, որովհետև այնտեղ միակ միջոցը գումար աշխատելն է։ Բայց տեսեք, մենք լինելով ժամանակակից աշխարհում ապրող մարդիկ եւ քրիստոնյա չենք ուզում մեղավոր լինել, դրա համար պետք է իմանանք, ապառիկվեցնենք թե ոչ։ Մեղավոր մի եղիր։ Եթե դու կարիք ունես ինչ-որ մի բան անելու եւ քո գումարը չի ելքում, եւ դու կարող ես օրենքը չխախտել քո կողմից, դու դա կարող ես անել։ Դուք ինքներդ երբևէ վերցրել եք ապառիկով ինչ-որ։ Վերցրել եմ եւ այսօր եմ։ Ոնց եք հետ ստանում ձեր փողերը։ Լավ, ուզում եք այսրան մի պատասխանեք հիմա այդ չի։ Տոկոսով եք տալիս փող։ Չէ։ Մի պրակտիկ հարց, եթե ուզում ես օրինակ ինչ-որ մեկից պարտքով գումար վերցնել, ծանոթից հետ, ո՞նց է կարգը պարտքով գումար վերցնելու, պետք է գնանք նոտար օրինակ դրա համար։ Երևի հա։ Բայց այս կապիտալիստական աշխարհում ստացվում է, որ աղքատ լինելը ձեռնտու է, որովհետև քեզ բոլորը պետք է օգնեն։ Իսկ դու ոչ մեկի դիմաց ոչ մի պարտավորություն չունես։ Քիչ անարդարություն չի ստացվում։ Որևիցե մեկը չասես, որ պարտավոր են բոլորը օգնել եւ կամ դա մարդկանց ձեռնտու է։ Բնավ ոչ։ Եվ թե դու կարիքի մեջ ես եւ գտնվում են մարդիկ, որ քեզ օգնում են, այդտեղ շահում են երկու ստեկ՝ եւ օգնողը եւ նա ով օգնություն է ստանում։ Դե մեր պարտքի մեծ մասը, մեր բյուջեի մեծ մասը գնում է սոցիալական ծախսերին։ Իսկ թոշակներ, անապահովության վճարներ կամ ասենք օրինակ երեխաների համար վճարներ եւ այլն եւ այլն։ Կներեք, էլի այս ասեցիք, հիշեցի, ես ուղղակի մոռացել այդ մասին, հիմա հասկացա, որ իդեալական առիթն է։ Ես բալիկ ունեմ 2 տարեկան։ Ուրեմն կարող եմ ձեզ Վահեով դիմել։ Ոնց ուզում եք։ Ուրեմն Վահեից ասեմ, ես բալիկիս ունեցա, մոռացել էի այդ դիմումը գրեի, որ ամենամեծ գումար ստանամ։ Մոռացա, տենց անցավ տարի 7 ամիս։ Հետո ինձ խելքի գցեցին, որ ես պետքա գումար ստանայի։ Գնացի, այդ դիմումս գրեցի, բայց իմ նախորդ տարվա փողերը չստացա տենց էլ։ Ձև չունենք այդ փողերին ստոկ։ Այդ հարցին ես երևի չեմ կարողանա պատասխանեմ, երևի մեր համապատասխան նախարարությունը, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, իրանք են դրանով զբաղվում։ Բայց փողերը դուք եք կառավարում։ Դուք որ ասեք դուք տեր եք, իրանք ինձ թվում է կտան։ Դա կոչվում է ասերտիվության օրենքներ։ Ասերտիվություն։ Դա այն հոգեբանական մեխանիզմներն են, որոնք որ մենք աշխատացնում ենք դիմացինին մերժելու ժամանակ։ Ամենակարևոր օրենքը, որ դուք պետք է իմանաք, դիմացինին մերժելուց շատ հարգանքով պետք է մերժեք։ Ինչպես վստահ եմ արդեն շատերը նկատեցին, ահա որ լրագրողը հայկական YouTube-ի ամենալավ հաղորդումն է, եւ պատճառը ոչ միայն իմ բարձր ինտելեկտն ու շլացուցիչ տեսքն են, այլ նաեւ այն, որ մեր տեխնիկական գործընկերն է Taylor & Co ընկերությունը, որն իրականացնում է մեծ եւ փոքր նկարահանումների ու այլ նախագծերի տեխնիկական աջակցություն, տեխնիկայի վարձակալություն եւ մասնագիտական խորհրդատվություն։ Ինչպես հասկացաք, մենք նկարահանում ենք ամենաբոմբ տեխնիկայով, բայց հանկարծ աչքով չտակ, որ մի բան փառս գնա։ Սովորաբար պարտքը չափում են հնայի մեջ տոկոսով։ Հնան դա համախառն ներքին արդյունքն է, այդ տերմինը շատ հաճախ կլսեք։ Դա կարելի է ասել այն աշխատանքն է կամ արդյունքն է, որը մեր պետությունը կամ մեր քաղաքացիները կամ մեր պետությունը ամբողջությամբ ստեղծում է 1 տարվա ընթացքում։ Մեր հնան մոտավորապես 11 տրիլիոն դրամ է։ Եվ դուք կառավարում եք։ Չէ, ես դա չեմ կառավարում, ես կառավարում եմ բյուջեն, որը կազմում է այդ հնայի մոտավորապես 30%-ը։ Հետ լինում է բյուջեի վրայից ասենք 2000 դրամ վերցնեք, պետք լինի հետո էլի տեղը տնեք։ Ոչ։ Եթե չի կարող վերադարձնել, կարող ես պարտքը ներել նրան, որովհետև շատ առակներում Քրիստոս խոսում է պարտքը ներելու մասին եւ շատ հստակ օրինակներ է բերում։ Այնպես որ պարտք ներելը դա նույն ողորմածությունն է, որ Տերը ցուցաբերում է մեր նկատմամբ։ Այսինքն, եթե նաեւ շատ առակներում Քրիստոս պարտքի եւ պարտքը չվերադարձնելու մասին է խոսում, ասելով որ եթե դու ինչ-որ մեկին փող ես տվել եւ դու ինքդ ես ուրիշին պարտք, դու եթե չես ներում նրան ում որ տվել ես այդ պարտքը, ապա ինչ ակնկալիք ունես, որ քեզ նույնպես կներեն։ Իսկ այդ պետական պարտքերը ուրիշ ձևով կարելի է փակվել։ Բացի փողը հետ վճարելուց, հիմա օրակարգում կա մի հարց, որը կոչվում է կլիմայական ներդրումների դիմաց պարտքի ներում։ Դա բնութագրվում է հետևյալ կերպ, որ ենթադրենք Հայաստանը ինչ որ կամ որևէ երկիր պարտք է մի ուրիշ պետության, եւ այդ պետությունը ունի այդպիսի ձևաչափ,
որ եթե դու ներդրում ես կատարում կլիմայի ուղղված որոշակի գործողություններում, օրինակ, ասենք ամենապարզ բանը կլիներ, օրինակ անտառ տնկելը, ապա ինքը այդ ներդրման չափով պարտքը ներում է։ Դե ինչ այսքանն էր այս բարդ հաշվարկներով տխուր հաղորդումը, սակայն հաջորդիվ ավելի սկանդալային ու անդաստիարակ հաղորդումներ են սպասվում, որոնք բաց չթողնելու միակ տարբերակը իմ ալիքին բաժանորդագրվելն ու անհամբաներ չանելն է։ Այս հաղորդումը լայքող բոլոր մարդկանց նեղ եղած պահին անձամբ եմ հասնելու, իսկ կոմենտ գրողների ցավը կտանենք թիմովի։ Հաջող